Հունգարիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ Երկիրը արդեն 16 տարի ղեկավարող Վիկտոր Օրբանը հնարավոր է, որ այս անգամ տանուլ տա։ Վերջին հարցումները վկայում են հնարավոր նման արդյունքի մասին։ Եվրոպական միությունից հետևում են հույսով, որ Օրբանը վերջապես կհեռանա։ Մարդ, որ իր վետոներով շարունակաբար արգելափակում է Եվրամիության կարևոր որոշումները, օրինակ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կամ Ուկրաինայի պատերազմի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի հարցերում։ Ընդհանուր առմամբ Ուկրաինան դարձել է ընտրապայքարի հիմնական թեմաներից մեկը։ Օրբանը փորձում է ակտիվորեն օգտագործել հանրային բացասական վերաբերմունքը հարևան երկրի նկատմամբ, պնդելով, որ Ուկրաինան փորձում է ապակայունացնել տնտեսությունը, արգելելով ռուսական գազի մատակարարումը դրուժբա խողովակաշարով։ Մինչդեռ Ուկրաինան պնդում է, որ խողովակաշարը չի գործում ռուսական անօդաչու հարվածների պատճառով։ Հունգարիայի վարչապետը Եվրոպայում ամենաերկարը ղեկավարած քաղաքական գործիչն է։ 90-ականների սկզբին ժողովրդավար, լիբերալ եւ հակակոմունիստական գործչից նա աստիճանաբար վերածվեց արմատական պահպանողականի եւ ազգայնականի, որին հաճախ անվանում են եվրոպական պոպուլիստական քաղաքականության ճարտարապետ։ Օրբանի կուսակցության հիմնական մրցակիցը կենտրոնական աջ ընդդիմադիր շարժումը գլխավորող Պետր Մաջարն է, որը Օրբանի կուսակցության նախկին անդամ է։ 2024-ին նա կտրուկ խզեց կապերը իշխանության հետ, երբ երեխայի նկատմամբ բռնության սկանդալի հետ կապված անձը պետությունից ներում ստացավ։ Նա սկսեց կառավարության դեմ հրապարակային խոսել եւ բախումը քաղաքական շարժման վերածել։ Այս շարժումը կարելի է ասել, որ ոչ թե Մաջարի գաղափարակիցների շարժում է, այլ միավորել է տարբեր հայացքներով քաղաքական գործիչների ընդդեմ Վիկտոր Օրբանին։ Մաջարը հանրային ելույթներում փորձում է խուսափել արտաքին քաղաքականության մասին խոսելուց, քանի որ Օրբանը ստեղծում է համոզմունք, որ Հունգարիան պայքարում է արտաքին թշնամիների դեմ։ Եթե հարցումների արդյունքները կրկնվեն, Մաջարը հնարավոր է հաղթի, բայց չի ունենա բացարձակ մեծամասնություն։ Հետևաբար Հունգարիայի քաղաքականությունը էականորեն փոխելը հեշտ չի տրվի։ Բրյուսելում իհարկե չեն բացառում Օրբանի հաղթանակի սցենարը։ Այս պարագայում քննարկվում է կոշտ հակազդեցության գնալը, ընդհուպ մինչև սահմանափակել Բուդապեշտի հասանելիությունը զգայուն տեղեկատվությանը։ Վերջերս Հունգարիան մեղադրվում էր Մոսկվային տեղեկատվություն փոխանցելու մեջ։ Քարոզարշավի վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը այցելել էր Հունգարիա, աջակցելու Վիկտոր Օրբանին, որը Դոնալդ Թրամփի եւ ամերիկյան աջ շրջանակի վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Ռուսաստանում էլ Օրբանը օգտակար գործընկեր է եղել, արգելափակելով կամ դանդաղեցնելով Եվրամիության փորձերը օգնել Ուկրաինային։ Այնուամենայնիվ, հարցումները պարտադիր չեն դառնում խորհրդարանական մանդատներ, հատկապես Հունգարիայի նման բարդ ընտրական համակարգ ունեցող պետություններում։ Ընդհանուր առմամբ նախընտրական քարոզարշավը տեղի էր ունենում Օրբանի պետական ինստիտուտների եւ մեդիայի նկատմամբ վերահսկողության ֆոնին, ուղեկցվում էր փոխադարձ մեղադրանքներով, գյուղական շրջաններում ձայներ գնելու մեղադրանքներով, գաղտնալսումների եւ Մոսկվայի ու Կիևի միջամտության վերաբերյալ լուրերով։